Քանի որ կաթողիկոսը շքանշաններով մեծ մասին գնել է, մի մասին պաշտոններ է տվել եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամները հիմնականում այնպիսի երևելի մարդիկ են, որոնք ներկայացնում են գիտության ոլորտը կամ ինչ-որ մի այլ ոլորտ։ Հիմա օրինակ Ռադիկ Մարտիրոսյանն է անդամներից մեկը, կամ ասենք Մատենադարանի տնօրենն է, մյուսն է, այսինքն ինքը այնպես է անում, որ բոլոր օղակներում իր տիրապետությունը հաստատի։ Բավականին եկեղեցիներ, բավականշություն վերանորոգվել, իսկ ինչ որ Դա արտաքին կողմն է, մենք չենք ուրանում։ Ես ինքս տեսնում եմ իր արած գործերը։ Իհարկե, եկեղեցիներ կառուցելը շատ լավ բան է, բայց եկեղեցի կառուցելուց առաջ ինքը պետք է եկեղեցական համայնքներ ձևավորի։ Եթե եկեղեցական համայնքների հետ ինքը աշխատանք չի տանում, չէ՞ որ եկեղեցին պիտի բավարարի այդ համայնքի հոգևոր կարիքները։ Առաջին դարերում ինչպես էին անում։ Նախ քարոզում էին ավետարանը, քրիստոնյա էին դարձնում, երբ որ տեսնում էին, որ քրիստոնեական համայնքները արդեն ընդարձակվել են եւ հատուկ վայր է հարկավոր պաշտամունքի համար, նոր եկեղեցիներ էին կառուցում եւ այդ պաշտամունքի արարողությունները սրբագործված վայրում էին իրականացնում։ Հիմա ինքը հակառակ process-ն է անում։ Նախ եկեղեցի է կառուցում, հետո նստած եկեղեցում սպասում են, որ մի հատ հավատացյալ մտնի։ Այսինքն իր եկեղեցի կառուցելը չունի քրիստոնեության տարածման քարոզչության նպատակ, որտեղ եկեղեցի կառուցելով չեն քրիստոնյա դարձում, դու պիտի մտնես ժողովրդի մեջ։ Տեսեք, ինքը չի շփվում ժողովրդի հետ։ Քրիստոս գրասենյակներում չնստեց, սա Գարեգին առաջինի խոսքն էր, ասում է մտավ ժողովրդի մեջ, շփվեց ժողովրդի հետ։ Այսօր կաթողիկոսը, եթե Քրիստոսի գործը շարունակողն է, ուր է ինքը ժողովրդի մեջ չէ, ինքը պարզ հասարակ ժողովրդի հետ չի շփվում։ Նայեցեք տեսագրությունները։ Շփվում է հանրապետական այդ կորիզի հետ, շփվում է մեծահարուստների հետ, շփվում է օլիգարխների հետ, շփվում է բարերարների հետ, այսինքն ումից ինքը ակնկալություն ունի։ Պարզ հասարակ ժողովրդից ինքը ակնկալություն չունի։ Ավելին ասեմ, ինքը անգամ իր քահանաների հետ չի շփվում, անգամ ինքը իր միաբանների հետ չի շփվում։ Այդքան տարի ես Մայրաթորում մնացել եմ որպես միաբան, մի օր չեմ տեսել կաթողիկոսը հավաքի միաբաններին մտերմիկ, անկեղծ, հայրական զրույց վարի։ Չի եղել։ Բոլորը վախենում էին իրեն, հերվից տեսնում էին ճանապարհը շեղում էին, որ հանկարծ չհանդիպեն կաթողիկոսին, որտեղ մի բան գտնում էր, նկատողություն էր անում, գոռում էր եւ նվաստացնում էր, պատժում էր։ Ինքը այս բռնապետական ոճին է սովոր, որտեղ ինքը մտածում է, որ ուրիշ կերպ չի կարող ուրեմն մարդկանց իր բռի մեջ պահի, պիտի բոլորը վախենան եւ դա էլ իր հերթին ծնում է անհատի պաշտամունք։ Նայեք Ստալինը ինչպես հասավ անհատի պաշտամունքի, վախի սարսափի մթնոլորտ ձևավորելով եւ ինքը այսօր նույն այդ փոքրիկ ստալինիզմ է ստեղծել Մայրաթորում եւ ամբողջ հայ եկեղեցին իհարկե Մայրաթորը որպես նվիրապետական աթոռ նկատի ունենալով, քանի որ մյուս տեղերում դեռ չի կարողանում նույն ձևով իր տիրապետությունը հաստատի, բայց փոքրիկ ստալինիզմ է